Բարի հայերին, հայեր ջան, այսօր ուզում եմ ձեր հետ էլի կիսվեմ հարցերի ուժից ու այդ հարցերի վերաձևակերպումից, բայց մինչև սրան անդրադառնալը ու պատմելը ձեզ, ուզում եմ անդրադառնամ այս սոցցանցերում իրանց անշնորհք պահող մարդկանց, որովհետև ինչ պատճառներով իրանց չեն անդրադառնում իսկական լավ տղեկը, հենց այդ վերաբերվում է այն, որ ապերներ, եթե ձեզ խաբե ասել են, որ դուք լավ տղա եք, իզուր հավատացել եք։ Ես մի թեթև շփվել եմ իսկական լավ տղեկի հետ ու իրանց ու իմ անունից ուզում եմ ձեզ անդրադառնամ, քանի որ մենք հիմա ապրում ենք մեծամասամբ շփվում ենք սենց սոցցանցերում ու այս սոցցանցերից օգտվում են ամեն տեսակ մարդիկ, երեխեքից, կանանք, մայրերը եւ այլն։ Ձեր այդ կեղտոտ բերանները, որ բացում եք, նենց չի, որ դուք չեք հասկանում, որ կարող է երեխեքը, կանայք, մայրերը լսեն, դուք լավ հասկանում եք այդ ամեն ինչը, ուղղակի ձեզ ես իմ տեղն եք դրել։ Ուրեմն լսեք, լավ տղեն այն չի, որ շատ քֆուր գիտի ու կարող ամեն տեղ բերանը կեղտոտ բացի։ Ավելի շատ ձեր նմանների ակաշները քաշողն է լավ տղեն։ Ու էլ եմ ասում, եթե ձեզ խաբե ասել են, որ այդ երկու բառը անգիր եք կարել ու կարող կոչվեք լավ տղա, դուք իզուր հավատացել եք դրան։ Ու մեկ էլ զարմանում եմ այս օրենք գրողների ու հանողների վրա, որ եթե դուք տենց պայքարում եք, այս մի բանի դեմ չեք կարող մի հատ երկու հատ ժոսկի տենց օրենք անեք, որ մարդիկ վախենան անելուց առաջ, որ այդ վաղ այսենց կեղտոտ լակոտները, որ համացանցում մինս կեղտոտ բերանը ոնց ասես բացում են, մի հատ անելուց առաջ կմտածեն, մի քանի հատ օրինակ բերեմ, օրինակ եթե դուք ուզում եք այսենցների դեմ պայքարեք, մի հատ օրենք անեք, որ մեկը, որ իրան այսենց ապր-ծպր պահի, իր ամբողջ ընտանիքով մեկ ծմաղ բանտարկվի։ Կամ որ դուք ինչ-որ կոռուպցիայի դեմ եք պայքարում, մի հատ ժոսկի օրենք անեք, որ կոռուպցիայի վրա մեկը բռնվավ, ամբողջ ընտանիքով ծմաղ դատվում է, ու մի րոպեից վերջանում է այդ ամեն ինչ։ Դուք կարաք 1-2 օրում ամեն ինչի վերաբերյալ sense կեղտոտ բաների կամ ինչ-որ հանցանքների դեմ ժոսկի օրենքներ հանեք ու վերջանում է դրանով, թե չէ այտենց թադրոնի նման է ոնց որ կողքից այս ամեն ինչը։ Ուշադրություն դարձրեք դրան ու լավ կլներ, որ անդրադառնայիք այն մարդիկ, ով որ դրա ուժը ունեն ու հնարավորությունները ունեն։ Լավ, հիմա ինչի մասին ուզում եի ձեզ պատմեմ, ժողովուրդ ջան, հայեր ջան։ Հարցերի ուժը ու վերաձևակերպումը։ Հնում ասում էին, որ ով ճիշտ հարց է տալի, արդեն կես պատասխանը գիտի։ Ժամանակակից նյարդաբանությունը հաստատում է այս իմաստությունը։ Երբ, ասենք, ուղեղը հարց է ստանում, արդեն ավտոմատ կերպով սկսում է պատասխանման գալ։ Ու սա տեղի է ունենում մեր կամքին հակառակ։
Մենք պարզապես չենք կարող չմտածել այն բանի մասին, թե ինչ են մեզ խնդրում։ Օրինակ, հիմա փորձեք չմտածել, օրինակ, վարդագույն փղի մասին կամ կարմիր խնձորի մասին։ Պատահում է նենց, որ դուք մի անգամից պատկերացնում եք այդ վարդագույն փիղը, չնայած ես ձեզ այլ բան խնդրեցի։ Ուղեղը չի ընկալում մասնիկները, չի կենտրոնանում հաղորդագրության հիմնական բովանդակության վրա։ Հարցերը ունեն ավելի հզոր ազդեցություն։ Նրանք պարզապես ուշադրություն չեն ուղղում։ Դրանք ձևավորում են իրականությունը։ Եթե մարդը խրված է խնդրի մեջ, կարող է արդյոք ճիշտ հարցը անմիջապես փոխել նրա մտածողությունը։ Ու ինչու է ամեն ինչ այդքան վատ, ասենք, մեկը իրան ասում է, ինքը իրան, բայց ոնց կարա շտկել սա։ Պատկերացրեք երկու ղեկավարներ, որոնք վաճառքի անկման առջև են կանգնած։ Ու առաջինն է իր թիմին հարցնում է, թե ով է մեղավոր այս ձախողման համար։ Իսկ երկրորդը հարցնում է, ինչ հնարավորություններ են բացում այս իրավիճակները մեր համար։ Հիմա գուշակեք, թե որ թիմը կգտնի լուծումը ավելի արագ։ Մարդկանց մեծամասնության խնդիրը այն է, որ նրանք տալիս են կործանարար հարցեր։ Ասենք, ինչու եմ ես այդքան անհաջողակ, ինչու է այս ամեն ինչը իմ հետ կատարվում, երբ է վերջապես վերջանալու։ Այսպիսի խնդիրները մտքի մեջ այս հարցերը փակուղի են առաջացնում։ Ուշադրությունը արդեն կենտրոնացնում են բացասական բանի վրա ու ստեղծում են ոնց որ անհուսության զգացում։ Այս ծրագրավորումը առաջարկում է արմատապես այլ մոտեցում։ Կառուցողական հարցերի համակարգ, որոնք բացում են նոր հնարավորություններ ու գտնում թաքնված ռեսուրսներ, ասենք, խնդիրը վերածում են լուծելի խնդիրների։ Տիրապետելով այս արվեստին դուք կկարողանաք օգնել մարդկանց ու ձեզ դուրս գալ կյանքի ամենադժվար իրավիճակներից։ Մետամոդելի հարցի միջոցով մենք այդ վաղ բացահայտում ենք մտածողության սահմանափակումները ու մետամոդելը, որի մասին ես ասել եմ առաջի գլխում, սա ոչ միայն այլ մարդկանց խոսքը հասկանալու միջոց է, այլ թերապևտիկ ազդեցության հզոր գործիք է։ Մետամոդելի ճիշտ տված հարցերը օգնում են մարդուն ճանաչել իրանց սեփական մտածողության սահմանափակումները ու գտնեն ելք։ Այն դեպքում, երբ մարդիկ աշխատում են ընդհանրացումներով, նրանք անընդհատ անում են գլոբալ ընդհանրացումներ, որոնք հնչում են որպես, ոնց որ ասած, մահվան դատավճիռ։ Ասենք, ես երբեք չեմ կարող սա անել, կամ մեր ընկերությունում բոլոր տղամարդիկ նույնն են, կամ ոչ ոք չի գնահատում նախաձեռնողականությունը։ Նման հայտարարությունները թաքցնում են կոնկրետ իրավիճակներ, որ մարդը բարձրացավ մինչև բարձրացակ հարցերը ընդհանրացումների հետ աշխատելու համար երբեք, բայց եղել է գոնե մի դեպք, որ ասում է երբեք, երբ այլ կերպ է ստացվել կամ հարցնում եք ուղղակի հարցերով, կարող ես նշել կոնկրետ բացառություն, կամ ասում է ոչ ոք, հարցնում է որոնք է ձեր ընկերներից, որ ճիշտ են, կամ ասում է ես կարող եմ գնահատել ձեր նախաձեռնությունը։ Այս հարցերը չեն քննադատում կամ վիճաբանում։ Դրանք մարդուն նրբորեն վերադարձնում են հուզական ընդհանրություններից դեպի իրական փաստերը։ Ու սովորաբար պարզվում է, որ այդ երբեքը, որ տեղի չի ունեցել վերջին մեկ ամսվա ընթացքում, ուղղակի մի քանի անգամ է, կամ բոլոր տղամարդիկը հարցերից հետո հասկանում ես, որ դա երկու վատ փորձառություն ունեն ուղղակի։ Եվ ասենք ընկերությունում ոչ ոք դա չի նշանակում, սա միայն կարող է ղեկավարի կարծիքը լինի։ Այս աղավաղումների հետ աշխատելու մասին մեկ այլ տարածված մտածողության թակարդ կա, պատճե
պատճառահետևանքային աղավաղումները։ Ասենք ասում են նա ինձ նեղացրեց, դա ինձ սպանում է, կամ երեխաները ինձ խելագարեցնում են։ Նման արտահայտություններով մարդը ներկայանում է որպես արտաքին հանգամանքների ոնց որ պասիվ զոհ լինի։ Զրկեք ինքներդ ձեզ աղավաղումների հետ աշխատելու համար որևէ հարց փոխելու հնարավորությունից։ Հիմա ինչպես է նա քեզ նեղացրել, հարցնում ես։ Կամ ճիշտը որ ասի, կամ ինչ աշխատանքն է ազդում քո վրա, կամ ինչ կարող ես փոխել այս վիճակում, ինչն է ճիշտ ձեր երեխաների վարքագծում, որ ստիպում է ձեզ այսպես արձագանքել։ Այս հարցերի նպատակը անձին վերադարձնել իրավիճակի նկատմամբ վերահսկողության զգացումը։ Ասենք նա ինձ նեղացրեց արտահայտության փոխարեն ի հայտ է գալիս ուժեղ հասկացողություն։ Ես նեղացա ասում եմ նրա խոսքերից եւ ես կարող եմ այլ արձագանք ընտրել։ Կամ աշխատանքին որոշ ստրես առաջացնող կողմերը վերացնելու փոխարեն ու կարող եմ գտնել դրա հետ գործ ունենալու ուրիշ եղանակներ։ Բաց թողումների հետ գործ ունենալը խնդրի երկրորդ տեսակն է։ Ասում է ես վատ եմ զգում որոշակի հայտարարությունների նկատմամբ, որոնցում կարևոր տեղեկատվությունը բաց թողած։ Սա սխալ է, ինչ որ բան պետք է արվի։ Հիմա նման արտահայտությունների հետևում թաքնված են բազմաթիվ երկիմաստություններ, որոնք մեզ խանգարում են գտնել պարզաբանող հարցերի լուծումները։ Ինչն է ձեզ կոնկրետ անհանգստացնում, ասենք։ Ինչպես է սա վատ դրսևորում, կամ ինչն է ձեր համար ճիշտ կամ սխալ թվում, ինչ չափանիշներով, ինչ պետք է անել, ով պետք է գործի եւ ինչպես են այս հարցերը անորոշ բողոքները վերածում կոնկրետ լուծելի խնդիրների։ Ես վատ եմ զգում։ Դա կարող է նշանակի, որ ասենք հոգնել է առօրյայից ու ուզում է նոր փորձառություններ, կամ ինչ որ բան պետք է արվի։ Ես պատրաստ եմ, ասում եմ, ստանձնել ընտանեկան արձակուրդների կազմակերպման վերաձգել։ Հիմա ասում եմ, ես խնդիր ունեմ ռեսուրսների հետ։ Սա իրավիճակի վերաբերյալ տեսակետը փոխելու արվեստ է։ Բառը ծագում է անգլերեն frame բառից։ Պատկերացրեք, ասենք մի հատ նկար, նույն նկարը, բայց երկու շրջանակներով, ասենք ռամկեքով։ Մի հատ առաջինը հին տես ճակճկած փեդից ռամկա է, անմխիթար տեսք ունի։ Իսկ մյուսը նույն նկարն է, բայց ուղղակի ռամկեքն է։ Մյուսը ունի էլեգանտ տես ոսկեգույն շքեղության մեջ, հա։ Ու նույն պատկերն է, բայց արդեն ընկալումը արմատապես փոխվում է։ Այս է վերաձևակերպումը, նույնպես գործում է նյարդաբանական ծրագրավորման մեջ։ Մենք չենք փոխում փաստերը, ուղղակի փոխում ենք այն շրջանակը, ռամկան, որով մարդը նայում է այդ փաստերին։ Ու խնդրի փոխարեն արդեն սկսում է տեսնել հնարավորություն։ Խոչընդոտի փոխարեն մարտահրավեր եւ այլն, ձախողման փոխարեն, հա։ Հիմա այս տեսակի վերաձևակերպումը ցույց է տալի, որ ցանկացած որակ կարող է օգտակար լինել որոշակի ուրիշ համատեքստում։ Օրինակ երեխաների գերակտիվությունը, որը խնդիր է դպրոցում, բայց առավելությունը սպորտում, կամ համառությունը, որը թերություն է ընտանիքում, բայց արժեքավոր որակ է բիզնեսում։ Չափազանց հուզականությունը, ասենք, խոչընդոտ է բանակցությունների մեջ, բայց պարգև է ստեղծագործական ոլորտում։ Արտահայտությունների համատեքստը վերաձևակերպելու համար, ասենք, որ իրավիճակում կարող է այս որակը օգտակար լինել։ Երբ նման վարքագիծը կօգնի նպատակին հասնել, որ մասնագիտության մեջ դա կհամարվեր առավելություն։ Օրինակ, մայրը բողոքում է դեռահաս դստեր
չափազանց շատախոսությունից։ Վերաիմաստավորելուց հետո նա հասկանում է, որ դուստրը ունի հաղորդակցման տաղանդ, որը կօգնի իրեն լրագրողի կամ հասարակայնության հետ կապերի մենեջերի ապագա կարիերայում։ Անբավարարության դեմ պայքարելու փոխարեն ընտանիքը սկսում է զարգացնել բովանդակությունը վերաձևակերպելու տաղանդը, ասենք մենք փոխում ենք իրադարձության իմաստը։ Մենք դրա մեջ գտնում ենք թաքնված դրական կողմերը։ Աշխատանքի կորուստը, ասենք, դառնում է ավելի լավ տեղ գտնելու հնարավորություն։ Հիվանդությունը, ասենք, ազդանշան է մարմնից, որ կենսակերպը փոխվի։ Պարզաբանելու բովանդակության վերաձևակերպման կապը։ Ինչ կարող է ձեզ սովորեցնել այս իրավիճակը, տեսենք։ Ինչ հնարավորություններ կբացվեն։ Ինչպես սա կարող է օգտակար լինի ձեր համար։ Երկարաժամկետ հեռանկարում գործարարը կորցնում է, ասենք, իր խոշոր պայմանագիրը ու աղետը։ Վերաձևակերպելուց հետո հասկանում է, որ այդ ազատված ժամանակը ու ռեսուրսները կարող են ուղղվել, ասենք, նոր բան մշակելու։ Ու ակտիվ ուղղությունը կարող է մի տարի անց 2-3 անգամ եկամուտը ավելանա։ Հիմա ժամանակի վերակառուցմամբ։ Այս մեթոդը փոխում է ժամանակի հեռանկարը։ Մենք իրավիճակին նայում ենք ապագայից կամ հիշում ենք, թե ինչպես ենք անցյալում վարվել նմանատիպ խնդիրների հետ։ Ժամանակի վերակառուցման հարցեր։ Ինչպես կզգայիք այս իրավիճակը, ասենք, 5 տարի հետո, կամ ինչ խորհուրդ կտայիք ինքներդ ձեզ ունենալով անցյալի խոչընդոտները հաղթահարելու փորձը։ Այս փորձը օգտակար կլինի ձեր երեխաների համար։ Հիմա մի կին անհանգստանում էր ամուսնալուծությունից ու համարում էր, որ իր կյանքը արդեն կործանված է։ Ինչ խորհուրդ, ասենք, կտայիք ձեր դստերը, եթե նա հայտնվեր նմանատիպ իրավիճակում, որը կօգներ նրան ամուսնալուծությունը տեսնել որպես թունավոր հարաբերություններից ազատագրում, ասենք, ու նոր կյանք սկսելու հնարավորություն։ Օգտագործելով առարկությունների ու դիմադրության հետ գործ ունենալու մեթոդներ։ Կյանքում մենք անընդհատ հանդիպում ենք դիմադրության։ Մեր գաղափարները քննադատվում են, առաջարկները մերժվում են, նախաձեռնությունները արգելափակվում են։ Ու սովորական արձագանքը միշտ վիճաբանելն է, ապացուցելը կամ ճնշում գործադրելը, բայց դա միայն մեծացնում է դիմադրությունը։ Ծրագրավորումը առաջարկում է ուրիշ պարադոքսալ մոտեցում, ոչ թե պայքարել առարկությունների դեմ, այլ դրանք օգտագործել որպես ռեսուրս զրուցակցի կարիքները ավելի խորը հասկանալու համար։ Հիմա սենց տեխնիկա, այո կամ ոչ է։ Դուք սխալվում եք, ասում են։ Ու օգտագործեք այոն ու միևնույն ժամանակ դա կճանաչի զրուցակցի իրավացիությունը նրա ընկալման շրջանակներում, բայց կբացի նոր տեսանկյուն։ Օրինակներ։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ դուք առաջարկում եք նոր գաղափար, ի պատասխան լսում եք, որ այդ գաղափարը չափազանց ռիսկային է։ Մարդիկ սովորաբար սկսում են վիճել ու ասում են ինչ-որ բան, օրինակ, ոչ, դուք սխալվում եք, այստեղ ռիսկը նվազագույն է, ու պատահում է, որ դիմացինը զգում է, որ իր կարծիքը չի լսվել կամ հասկացվել։ Նա սկսում է ավելի պաշտպանվել։ Ու դա վերածվում է բախման, տենց, երկխոսության փոխարեն։ Հիմա լսեք, թե ինչպես կպատասխաներ այս ծրագրավորման վարպետը։ Կասել, այո, դուք ճիշտ եք, ցանկացած նորարարություն իրականում կապված է ռիսկի հետ, բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ աշխարհը այնքան արագ է փոխվում, որ ամենամեծ ռիսկը ոչինչ չանելն է։ Ու մնում ենք ետևում։
զգացեք տարբերությունը։ Առաջի դեպքում մենք վիճում ենք, երկրորդում միանում ենք զրուցակցի տեսակետին ու ցույց ենք տալի, որ հասկանում ենք նրա մտահոգությունները եւ ապա նրբորեն ավելացնում ենք մեր տեսակետը։ Ահա եւս մի իրավիճակ, որը բոլորին ծանոթ է։ Դուք առաջարկում եք ինչ-որ կարևոր բան ու լսում եք ի պատասխան մենք դրա համար ժամանակ չունենք։ Ինչ են անում մարդկանց մեծ մասը։ Նրանք նյարդանում են եւ պատասխանում են մոտավորապես sense բան։ Այո, բայց դուք միշտ ժամանակ կգտնեք, եթե իսկապես ուզում եք դա։ Եվ ինչպես ձեր զրուցակիցը ինչ կզգա, որ դուք արժեզրկում եք նրա իրական խնդիրը։ Ինչը դուք չեք գիտակցում։ Դա այն է, որ թե որքան զբաղված է նա։ Նա կարծում է, որ հեշտ է խոսել, երբ դու իմ առաջադրանքները չունես եւ ավելի է փակվում ինքը իր մեջ։ Հիմա լսեք ծրագրավորման վարպետի մոտեցումը։ Ասում է, այո, ես լիովին հասկանում եմ, որ ժամանակը այժմ իսկապես սուղ ռեսուրս է եւ միևնույն ժամանակ այնինչ ես առաջարկում եմ կօգնի։ Մենք ապագայում ժամանակ ենք խնայում։ Ինչ է կատարվում։ Նախ դուք ընդունում եք, որ նա ճիշտ է, ժամանակը իսկապես դեֆիցիտ է։ Ու մարդը հասկանում է, որ իր խնդիրները իրական են։ Իսկ հետո նրբորեն ցույց եք տալիս ժամանակ ներդրելու օգուտը հիմա հետագայում խնայելու համար։ Տեսնում եք, օրինաչափությունը այն է, որ մենք չենք ժխտում առարկությունը, այլ օգտագործում ենք որպես կամուրջ դեպի մեր գաղափարը։ Այո, եւ հենց դրա համար էլ այս տեխնիկան ինչն է ճիշտ հիմա եկեք նայենք մեկ այլ հզոր տեխնիկայի, որը կոչվում է ինչն է ճիշտը։ Հիմնական այն է, որ մարդիկ հաճախ խոսում են անորոշ։ Նրանք իրենց կասկածանքները արտահայտում են ընդհանուր արտահայտություններով, որոնք թաքցնում են ինչ-որ կոնկրետ բան։ Եվ այդ ընդհանուր բառերով վիճելու փոխարեն մենք ճշտող հարցեր ենք տալիս։ Լսենք մեկ օրինակներ։ Ասում են, ձեր գաղափարը չի աշխատի։ Այդ դեպքում սովորական արձագանքը այն է, որ սկսենք ապացուցել, որ կաշխատի։ Իսկ NLP-ի վարպետը կհարցնի. այս մոտեցման մեջ կոնկրետ ինչն է ձեզ անհանգստացնում։ Ու հանկարծ պարզ է դառնում, որ դա նրան անհանգստացնում է ոչ թե ամբողջ գաղափարը, այլ մեկ կոնկրետ կետ, օրինակ իրականացման ժամկետները։ Սա այն բանն է, որի հետ արդեն կարելի է աշխատել։ Հակառակ դեպքում նրանք ասեն, որ այն չափազանց թանկ է։ Մյուս դեպքում գնի մասին վիճելու փոխարեն հարցրեք, իսկ որ գումարը կթվա ձեր համար արդար։ Ու մարդը կնշի մի հատ թիվ, որի հետ կարող եք սկսել արդեն բանակցություններ։ Մեկ այլ օրինակ, որ սա անիրատեսական է, եւ ինչ պետք է փոխել իրավիճակում, որպեսզի սա իրագործելի լինի։ Տեսնում եք, օրինաչափությունը որն է։ Մենք անորոշ ոչը վերածում ենք աշխատանքի համար նախատեսված կոնկրետ տեղեկատվության։ Մարդը ինքը մեզ ասում է, թե ինչպես լուծել տեխնիկական առարկությունը։ Ինչ անել, եթե կա մեկ այլ տեխնիկա, որը գործում է ու հրաշքներ է գործում։ Կոչվում է ինչ կլիներ, եթե այս բառերը կարողանային շարժել ամենաանհաջող բանակցությունները։ Բանը այն է, որ երբ մարդիկ ասում են ոչ, նրանց մտածողությունը արդեն կենտրոնանում է խնդիրների վրա։ Նրանք միայն խոչընդոտներ են տեսնում եւ հնարավորություններ չեն նկատում արդեն։ Զգուշորեն ուղեղը միացնում է լուծումների որոնման ռեժիմի։ Ահա թե ինչպես է այն գործում։ Մարդը կտրականապես մերժում է ձեր առաջադրանքը։ Դուք ասում եք, հասկանում եմ ձեր կասկածները, բայց ինչ կլինի, եթե մենք սա նախ փորձենք թեստային ռեժիմով, փոքր նախագծի վրա, առանց մեծ ռիսկերի, կամ սկսենք ամենապարզ բանից, նվազագույն ներդրումներով, եւ մենք կընդլայնենք միայն արդյունքները ստանալու պես։ Եվս մի օրինակ, ինչ անել, եթե գտնենք լուծումը,
որը լիովին կբավարարի ձեր բոլոր մտահոգությունները։ Եվ միևնույն ժամանակ դա մեզ հնարավորություն կտա առաջ շարժվել։ Ինչ է կատարվում։ Կոշտ այոյի կամ ոչի փոխարեն դուք առաջարկում եք երրորդ ճանապարհը։ Ու զրուցակցի ուղեղը արդեն ավտոմատ կերպով սկսում է նոր տարբերակներ դիտարկել։ Նա այլևս չի պաշտպանվում, այլ մտածում է հնարավորությունների մասին։ Ինչ անել, եթե դա բանալին է, որը բացում է փակված մտքերը։ Փորձենք այն։ Ու դուք կզարմանաք արդյունքից։ Գործնականում երկխոսություններով, հիմա օրինակներով կասեմ։ Երկխոսություն դեռահասի ու նրա մոր միջև։ Ասում ինչու չես ուզում սովորել։ Տենց դու ոչինչի չես հասնի։ Դեռահասի սովորական արձագանքը զայրույթն է։ Իսկ լինգվիստիկ այդ ծրագրավորման մոտեցումը սենց է։ Ինչն է քեզ ասում ամենից շատ, որ դուր չի գալիս քո ուսման մեջ։ Մեղադրանքների փոխարեն անկեղծ հետաքրքրություն այն բանի նկատմամբ, ինչում ձեզ հաջողակ եք զգում ու կենտրոնացում ռեսուրսների վրա։ Ինչպես եք տեսնում ձեր ապագան, երեխային ասում։ Հեռանկար ներկայիս խնդիրների փոխարեն արդյունքը դեռահասը արդեն բացվում է ու խոսում է իր հետաքրքրությունների մասին։ Ու միասին նրանք գտնում են իրենց ուսումը, իրենց նպատակների հետ կապելու եղանակները։ Երկխոսություն հիմա երկու մարդկանց միջև։ Աշխատավայրում ու հակամարտությունը աշխատավայրում։ Մեկը ասում է ես գիտեմ, որ քո նախագիծը կձախողվի, ինչպես բոլոր նախորդները։ Սովորական արձագանքը դժգոհություն, հակագրող, հակամարտության սրում է։ Հիմա ուրիշ մոտեցում։ Մյուսը ասում է ինչն է քեզ անհանգստացում ես նախագծում։ Պարզաբանում, պաշտպանության փոխարեն։ Ինչ փորձառություն է քեզ ստիպում սենց մտածել։ Դրդապատճառների ըմբռնումը։ Ինչը պետք է փոխվի, որպեսզի հավատաս հաջողությանը։ Սենց հարցեր է տալիս։ Լուծումներ գտնելը հանգեցնում է նրան, որ գործընկերը թշնամուց վերածվում է կարևոր խորհրդատուի ու օգնում է բարելավել նախագիծը։ Երրորդ երկխոսությունը ընտանեկան կոնֆլիկտ է։ Ամուսնուն ասում է կինուն, դու միայն աշխատանքի մասին ես մտածում ու ընտանիքիդ մասին չես մտածում։ Սովորական արձագանքը արդարացումներն ու հակադարձ մեղադրանքներն են, բայց ավելի լավ ասել հետևյալը։ Ես հասկանում եմ, որ դու լքված ես քեզ զգում, ինչը քեզ կտա այն զգացողությունը, որ դու իմ համար կարևոր ես։ Զգացմունքների ճանաչումը, գումարած կարիքների ճշգրտումը։ Ինչպես կարող ենք կազմակերպել մեր ժամանակը, ամուսինն ասում, որպեսզի աշխատանքը չտուժի, իսկ մեր ընտանիքը բավարար ուշադրություն ստանա։ Լուծումներ գտնելը իրերը կարգավորելու փոխարեն հանգեցնում է կարիքների մասին կառուցողական զրույցի։ Հմտությունների զարգացման համար հավասարակշռության տեղական որոշման վարժություններում հարցերի օրագիր, մեկ վարժությունում։ Ովքեր իրենց հարցնում են, թե ինչու եմ ես այսքան անհաջողակ, երբ է այսի ավարտվելու, ինչու դա պատահեց իմ հետ այս ժամանակ, վերաձևակերպեք դրանք կառուցողական բառերի, ինչ կարող եմ ավելի լավ անել, ինչ հնարավորություն է սա բացում, սա ինչ է սովորեցնում, նկատում եք, թե ինչպես է փոխվում ձեր հուզական վիճակը։ Մետամոդելը գործողության մեջ հիմա։ Երբ լսում ես ինչ-որ մեկին հաղորդակցվելը, միշտ, երբեք, բոլորը, ոչ ոք, պարզաբանող հարց տվեք։ Մի վիճեք, այլ անկեղծորեն հետաքրքրվեք մանրամասներով։ Դիտարկեք, թե ինչպես է մարդը սկսում վերանայել իր դիրքորոշումը։ Ու կիրառեք թերությունների 3 վերաձևակերպում։ Վերցրեք ձեր այն որակը, որը դուք համարում եք թերություն, ու գտեք 5 համատեքստ, որտեղ այս որակը կարա առավելություն լինի։ Օրինակ, չափազանց զգուշ լինելը թերություն է բիզնեսում։
Բայց առավելությունը բժշկության, ֆինանսների, անվտանգության, ապահովագրության մեջ ու որակի վերահսկողության ոլորտներում տեխնիկան այո եւ ոչը ամբողջ օրվա ընթացքում փոխարինեք ոչը այո բառով այս բոլոր արտահայտությունները, բայց այոյով ու վիճելու փոխարեն փնտրեք ընդհանուր լեզու։ Դիտարկեք թե ինչպես է սա ազդում հաղորդակցության որակի ու մարդկանց հետ համագործակցելու պատրաստակամության վրա։ Հիմա սենց մի հատ է վարժություն։ Ժամանակային վերաձևակերպում։ Երբ խնդրի առաջ կանգնեք, հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչպես կզգամ այս իրավիճակում 5 տարի հետո։ Ու սովորաբար հեռանկարը կտրուկ փոխվում է ու այն ինչ այսօր աղետ է թվում 5 տարի հետո կարող է դառնա զվարճալի հիշողություն կամ ուրիշ օգտակար փորձառություն։ Խնդրեք ձեր առարկությունների հետ որ աշխատեք։ Խնդրեք ընկերոջը առարկություն հայտնի ձեր ինչ-որ գաղափարի վերաբերյալ։ Ու տեխնիկաների միջոցով պատասխանեք։ Եվ ինչ է ճիշտ, ինչ անել, եթե նպատակը վեճում հաղթելը չի, այլ փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելը։ Հիշեք հարցերի ու վերաձևակերպումների ուժը մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելը չի, այլ նրանց նոր հնարավորություններ գտնելու օգնելը, որտեղ նախկինում միայն խնդիրներ էին նկատվում։ Դա մի հմտություն է, որը ձեզ դարձնում է արժեքավոր։ Հիմա դառնում եք նենց արժեքավոր զրուցակից, իմաստուն խորհրդատու ու արդյունավետ հակամարտությունների լուծող։ Թերապևտները ինչ են անում։ Նույն ձև, եթե դուք ձեր խնդրով գնում եք, ինքը ոչ մի բան չի անում, ուղղակի ճիշտ հարցեր տալով ձեզ օգնում է, որ դուք ինքներդ լուծումը գտնեք։ Ու այդքան բան է։ Ոչ մի կախարդանք չկա, ոչ մի թերապևտ եսի միջեր չի անում։ Ինքը ձեզ ուղղակի հարցերով բերում է, որ դուք ինքներդ լուծումը գտնեք։ Կուզենամ մյուս գլխում ձեզ պատմեմ մի տեխնիկա, որը թույլ է տալիս ակնթարթորեն փոխել հուզական վիճակը։ Ձեր ու ուրիշների, ասենք, հուզական վիճակը էլի տեխնիկայի միջոցով ակնթարթորեն փոխի։ Հիմա եթե ժամանակս կարանամ ժամանակ գտնեմ, հաճույքով ձեզ դրա մասին կպատմեմ։ Այսքանն է այսօր ուզում ձեր հետ կիսվեմ ու էլի մի անգամ չգիտեմ այդ հորդորա խնդրանքա այս հրաման արձակողներին մի հատ վերանայեն իրանց արձակած հրամանները, որովհետև մի օրում տարբեր ժոսկի տենց կոնկրետ հրամաններ, որ մարդը վախենա, մարդը եթե ինքը իրանից չի վախենում, արդեն այդ վաղ ջահելները, որ գնում են մեկի հետ կռիվ անելու, դանակ չեն վեկալի հետները, ատրճանակ չեն վեկալի հետները, որովհետև գիտեն, որ մարդու կյանքը խլեցին, իրանց ընտանիքով հանդերձ ծմա գնացին։ Ու տարբեր սենց դեպքեր։ Կոռուպցիա եք ուզում կանխեք, հանեք նենց օրենք, որ մարդը վախենա, որ ինքը իր ընտանիքով հանդերձ եղած-չեղածով, ունեցվածքով, վсё, վերջանում է։ Դրա համար արդեն անելուց առաջ կսկսեն մտածել ու սենց այս ցանցերում թփրտացող այդ ճիշտ է էլի հայ են, բայց դուք էլ ապերներ ջան խորացեք իմ ասածների վրա։ Դուք այնքան ժամանակ եք լավ տղա, մինչև մի հատ իսկական լավ տղա ձեզ հանդիպի։ Բարին եմ մաղթում, հայեր ջան, լավ օր եմ ցանկանում։